Ով որ իր անձը չուրանա, իր անձը չի գտնի, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանը։ Ինչպես պետք է ուրանալ անձը, եւ պետք է ուրանալ անձը, երբ հասկանանք, որ գտել ենք այն։ Ուրեմն դեռևս Նոյի ժամանակ, այսինքն մարդկության երկրորդ վերածննդի ժամանակ, երբ որ Աստված ամբողջ երկիրը վերացրեց ջրհեղեղով, երկնքից ասաց. մարդու միտքը մանկությունից մեղքի ծառայության մեջ է։ Դա ինչ է նշանակում։ Մարդու անձը մանկությունից կաշկանդված է։ Եսը կամքը իրեն մոլորեցնում է, ինչու որտեղ մարդը երկրաքարշ է, մարմնավոր է, այս աշխարհային է, մարդու միտքը ավելի հեշտ է մեղքը սովորում եւ բազմաթիվ չար սովորություններով կաշկանդում է իր հոգին միտքը եւ չի կարողանում ազատագրվել, եւ դա փոխկապակցված է անձի եսի հետ, այսինքն մարդը ձևավորում է մեղավոր անձ, մեղավոր կամք, մեղավոր ես մանկությունից։ Եվ ուզում է դառնալ Աստված, մի ահռելի պատնեշ իր առջև տեսնում։ Անընդհատ իր նախկին կյանքը, իր հին եսը իրեն խանգարում է, չի թողնում։ Եվ ավետարանում մեր Տերը մեզ ասում է. մինչև չուրանաք ձեր անձը, մինչև մանկությունից գործված ձեր սխալները չգիտակցեք, չփոխվեք, չմաքրվեք, չսրբվեք, նոր անձ չի ձևավորվի, քրիստոնեական անձ չի ձևավորվի, որտեվ չեք կարող երկու տիրոջը ծառայել։ Հին մարդուն եւ նոր մարդուն չեք կարող ծառայել, մինչև ամբողջովին նոր մարդ չդառնաք, չազատագրվեք, դուք չեք կարող քրիստոնյա անձը տեսնել ձեր մեջ։ Եվ այս կյանքում, այս աշխարհում մենք անգամ մեր հայացքները, մեր մտածումները, մեր մտորումները, մեր աշխարհայացքը ձևավորված է եւ հիմնված է մեր անձի վրա։ Այսինքն մեր անձը ասելով մենք, մեր անցյալը, մեր ապրելակերպը, մեր ընտանիքը, մեր դաստիարակությունը, մեր աշխարհայացքը, այսինքն մեր եսը ձևավորվել է արդեն, եւ որի ոչ ցավոք սրտի շատ վատ բացասական կողմեր կա։ Եվ այդ մենք այդպես էլ նայում ենք, այդպես էլ մտածում ենք, այդպես էլ գործում ենք։ Եվ բնականաբար չի կարող այդ մտածելակերպը, գործունեությունը քրիստոնեական լինել եւ արդար լինել։ Մենք ամբողջովին պետք է ուրանանք մեր անձը։ Խորապես պետք է զղջանք, արտասվենք, մաքրվենք, եւ երբ նոր քրիստոնեական անձ ձևավորվի, այն ժամանակ ամեն ինչ շատ գեղեցիկ ու սքանչելի կլինի։ Եվ մենք երբեք չենք զղջա, չենք ափսոսա մեր գործերի համար, եթե մինչև այս զղջում ենք, ափսոսում ենք, ցավ ենք ապրում, մեր անձը մեզ կաշկանդում է, չունենք ազատություն, այլ ծառայության մեջ ենք, ապա երբ որ Քրիստոսին հավատանք, դառնանք քրիստոնյա, իրապես քրիստոնյա, Քրիստոս իննա, Քրիստոս նրա մեջ է, այն ժամանակ ազատ ենք, անկաշկանդ ենք լինելու, մեր անձը գտնելու ենք, մեր կամքը Քրիստոսի մեջ ենք տեսնելու, մենք Աստծով ենք ապրելու, եւ ամենակարևորը, այլևս չենք զղջալու։ Գիտեք, երբ որ մարդը մեղք է գործում, հետո զղջում է, արտասվում է, ապաշխարում է, ծառայական, ստրկական, ծանր հիշողությունների մեջ է լինում։ Թեպետ Աստված իրեն ներում է, բայց ինքը միշտ ինքնա հարազանման մեջ է լինում։ Ինքը միշտ հիշում է իր մեղքերը եւ չի կարողանում իրեն ազատ զգալ, բայց երբ որ մարդը ամբողջովին անձը ուրանում է, ազատագրվում է, նոր մարդ է դառնում եւ այլևս չի հիշում իր հին կյանքը, իրապես Քրիստոսով նորոգվում է, արդեն
անկեղծ, ազատ, մաքուր խղճով, պարզ ճակատով, սուրբ սրտով փառաբանում է Քրիստոսին։